Ինչ էր իրենից ներկայացնում օրինակ ասենք Օսմանյան կայսրության նպատակավորներ, Գերմանիայի նպատակավորներ, ինչու բոլշևիկները այդ պայմանագիրը Բրեստ-Լիտովսկում կնքեցին եւ դա ինչ հետևանքներ ունեցավ մեր համար եւ վերջապես Մեծ Բրիտանիայի խնդիրը որն էր եւ այդ կոնֆիգուրացիայի մեջ ինչպես իրենց դրսևորեցին հայերը, վրացիները եւ ադրբեջանցիները եւ ինչպես ստացվեց որ մենք կարողացանք մայիսի 18-ին այնուամենայնիվ կերտել այս պետականությունը։ Ուրեմն Գերմանիայի եւ Օսմանյան Թուրքիայի միջև 1914 թվականի օգոստոսի 2-ին կնքվեց մի համաձայնագիր, որի հիման վրա փաստացի Գերմանիան լեգիտիմացրեց Օսմանյան կայսրության հետագա առաջխաղացումը դեպի արևելք եւ ձևակերպեց, որ դրա համար խանգարում են քրիստոնեական անկլավները, հայերն ու վրացիները եւ մեծ հաշվով անուղղակի խրախուսվում էր, որ այդ անկլավները պետք է մաքրվեն, որպեսզի Օսմանյան կայսրությունը կարողանա ինտեգրել իր հետ մահմեդական շրջանակներին Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում եւ վերջապես նաեւ Կենտրոնական Ասիայում։ Հենց այդ գաղափարական հիմքի վրա էր, որ գնաց հետագայում ցեղասպանությունը եւ հետագայում երբ որ ռուսական կայսրությունը փլվեց, առաջացավ այդ բացը, վակուումը տարածաշրջանում բոլշևիկյան հեղաշրջումից արդյունքում բոլշևիկյան հեղաշրջումը սարսափելի մեծ բացասական ազդեցություն թողեց տարածաշրջանի վրա, հատկապես մեր ժողովրդի վրա։ Տեսեք ինչ կատարվեց։ Լենինը եկավ իշխանության հետևյալ կարգախոսով փոխենք իմպերիալիստական հեղափոխությունը քաղաքացիական իմպերիալիստական պատերազմը քաղաքացիական պատերազմ, այսինքն հանուն իր իշխանության մենք գնանք սեպարատ խայտարակ մակարդակի զիջումների Գերմանիայի, որպեսզի կարողանանք իշխանությունը պահենք եւ իշխանության պահելու համար քաղաքացիական պատերազմ հրահարենք մեր թշնամիների դեմ Ռուսաստանի մեջ։ Դա պետականության քանդման առաջի փուլն էր, որի հետևանքները ամենածանրը զգացին Անդրկովկասի ժողովուրդները եւ հատկապես հայերը։ Մարտի 3-ին 2018 թվականի, երբ որ կնքվեց այդ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, պայմանագրի համաձայն Ղարսը, Արդահանը եւ Բաթումը պետք է հանձնվեր Թուրքիային։ Պաշտոնապես չէր հայտարարում, որ պետք է հանձնվեր Թուրքիային, պաշտոնապես հայտարարվեց, որ ռուսական կողմը զիջում է այդ տարածքները, այդ տարածքներում պետք է ընթանան, այսպես ասած, հանրակրվեներ կամ պլեբիսցիտներ, որից հետո այդ ժողովուրդները պետք է որոշեն, թե ում տակ պետք է մտնեն։ Բայց աշխարհաքաղաքական տեսակետից բոլորը հասկանում էին, որ դա պետք է միացվեր Օսմանյան կայսրությանը։ Եվ երբ որ այդ process-ը կատարվեց, հասկանալի պատճառներով Անդրկովկասի Սեյմը, որը բաղկացած էր հիմնականում 3 ժողովուրդներից, հայերից, ադրբեջանցիներից եւ վրացիներից, ըստ էության Սեյմը մերժեց այդ համաձայնագիրը, հիմնականում որովհետեւ Ղարսը, Արդահանը հանձնելով հայկական կորուստներն ու Բաթումը հանձնվելով վրացական կողմներ կորուստի ընդհանրում եւ ինքը մերժեց, բայց մերժելով ըստ էության դա ոչինչ չէր նշանակում, որտեղ ուժեր, որը պետք է կարողանային աջակցել հիմնական Անդրկովկասի Սեյմի ուժերին, այդպիսի ուժ աշխարհաքաղաքական իմաստով գոյություն չուներ։ Ռուսական կողմը արդեն հետ էր քաշվում, հիմնականում այստեղ այդ ճակատում թուրքական բանակներ, թուրքական բանակի դեմ ոչ մի բան չկար, դա համար սկսեց առաջխաղացումը։ Առաջխաղացման արդյունքում այստեղ արդեն առաջացավ, երբ որ հայկական եւ վրացական բանակները պարտություններ կրեցին մեկը մյուսի հետևից, որտեղ ադրբեջանական կողմը ըստ էության չէր մասնակցում այդ պատերազմին, ինքը սպասում էր, որ թուրքական բանակը գար, հիմնականում թուրքական բանակի դեմ էին կանգնած հայերն ու վրացիները, եւ երբ որ պարզվեց, որ ըստ էության հայկական եւ վրացական բանակները պարտվում են, այդ ժամանակ Անդրկովկասի Սեյմի վարչապետը Չխենկելին, վրացի Չխենկելին, փորձեց գաղտնի սեպարատ պայմանագիր կնքել Թուրքիայի հետ, Օսմանյան կայսրության հետ, որպեսզի Ղարսը հանձնելով կարողանա փրկի Բաթում, այսինքն փորձեց որոշակի կոմպրոմիսային տարբերակ լինի, որ ասենք կլինի, այս մի մասը հանձնենք, այս մի մասը չհանձնենք, հասկանալի պատճառներով իրենց ավելի շատ շահագրգռված էին, որ Բաթումը չհանձնեին, եւ ըստ էության այդ սեպարատ պայմանագրի համաձայն ինքը գաղտնի հանձնարարություն տվեց գեներալ Նազարբեկովին, որը պաշտպանում էր Ղարսը, եւ գեներալ Նազարբեկովը կատարեց այդ հրամանը եւ այն իր որոշումը կատարել հրամանը այնքան զզվելի էր, որ լինելով ծագումով հայ գեներալը, ռուսական ցարական գեներալը, ինքը դրա մասին չտեղեկացրեց Սեյմի հայկական պատվիրակներին, այսինքն կառավարության հայկական կազմին։
որի արդյունքում իր հանդեպ խիստ բացասական տրամադրություն եղավ հետագայում արդեն հայկական վերնախավի կոմիտեի, այսինքն ինքը փաստացի չասելով ինքը գնաց այդ սեպարատ քայլին, հանձնելով Ղարսը հանձնելով կարելի ասել հայկական տարը, ըստ էս մնաց անպաշտպան բառից բուրի իմաստով, բայց չխենկելի այդ պայմանագիրը, կնքենք պայմանագիրը, որպեսզի պահպանենք խաղաղությունը, նույնիսկ բաթումը, այնք դա չկատարվեց, այսինքն որտեղ քանի որ Բաքում էր եւ բալանսը խախտված էր, թուրքական կողմը առաջ խաղացում արեց, ոչ միայն Բաթումը գրավեց, Աղցխան, Ախացխի վրա հարձակում այցելեց, այսինքն վրացիների բոլոր ջանքերը կանգնեցնել այդ ռազմական գործը Թուրքիայի ստեցան ոչ մի բան չեղավ, այսինքն Թուրքիան, Օսմանյան կայսրությունը խախտեց արդեն Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը եւ առաջ խաղացումը հասել էր արդեն Ալեքսանդրոպոլ, իսկ Ալեքսանդրոպոլը բնականաբար Ղարսի Բրեստ-Լիտովսկի պայմանագրի պայմաններում Թուրքիային պետք է չանցներ, շատ պարզ տրամաբանություններ եւ ավելին կարող եմ ասեմ թուրքական բանակի առաջ խաղացմանը նույնիսկ սկսեցին նյարդայնանալ նաեւ գերմանական կողմը ինչու որովհետեւ գերմանացիների ծրագրերի մեջ չկար մեծ թուրանի ստեղծում գերմանացիները նպատակ էին դրել որ այնուամենայնիվ այդ տարածաշրջանը պետք է բաժանվեր այսպես ազդեցության գոտիների 3 մասի Ադրբեջանը պետք է լիներ խորհրդային Ռուսաստանի տակ Վրաստանը իրենց տակ Հայաստանը անտեր էր մնացել Ինչի էին դրանք այդպեսի դիրքորոշում ունենում, ասում նրանց նպատակը հետևել էր, քանի որ խորհրդային Ռուսաստանի դրանք շատ զիջումներ էին ստացել արդեն արևմտյան ճակատում Ուկրաինայի մասով բան։ Հասկանալի պատճառով նրանք որոշակի իրենց մասով մաքսիմալը ստացել էին բոլշևիկներից, այդ Կովկասի մասով փորձում էին որոշակի ինչ-որ կոմպրոմիսի գնալ բոլշևիկների հետ, որպեսզի բոլշևիկները չփլվեին, որտեղ այնտեղ կար վտանգ, որ բրիտանական իմպերիան կարող էր գալու, բրիտանական իմպերիան Գերմանիայի հիմնական գլխավոր թշնամիներից էր համարվում Բայց տեսեք, ուրեմն բրիտանական իմպերիան դեմ էր թուրքական առաջխաղացմանը, բնականաբար բոլշևիկները դեմ էին առաջխաղացմանը, ավելին բոլշևիկները տակից սկսեցին աջակցել հայկական պարտիզանական շրջանակներին, որպեսզի նրանք կարողանան դիմադրել։ Գերմանական իմպերիան էր դեմ դրան, բայց թուրքական կայսրությունը, այն ժամանակ Օսմանյան կայսրությունը ամեն ինչից անկախ, նույնիսկ պայմանագրի մեջ չկար արդեն առաջխաղացումը դեպի Ալեքսանդրոպոլ, իր զորքերը առաջ տարավ մինչև վերջ։ Պատկերացրեք, թե ինչ է նշանակում խաղաղության պայմանագիրը առանց ուժերի բալանսի։ Առանց ուժերի բալանսի խաղաղության պայմանագիրը կներեք հավասար է զուգահանի թղթի։ Ոչ կամ սալֆետկային, ոչ մի տարբերություն չկա, որտեղ խաղաղության պայմանագիրը կյանքի է կոչվում այն ժամանակ, երբ որ կողմերը բալանսավորված են իրենց ուժերով կամ դաշնակից ուժերով եւ այլն եւ այլն։ Սա հիշենք այդ իրավիճակը։ Երբ որ ըստ էության առաջ խաղացում գնաց եւ պարզվեց, որ վրացիները փրփուրներից էին կախում, որպեսզի կարողանային կանգնեցնել թուրքական բանակը, բայց չկարողացան, այդ ժամանակ իրենք սկսեցին դիմել գերմանացիներին, որ գիտեք ինչ հարգելի գերմանացիներ, ըստ էության մենք Բաթումն ենք հանձնում, բայց սրանք առաջ են գալիս Թիֆլիս են ուզում գրավեն, ինչ անենք այս պայմաններում գերմանացիները մտահոգվելով այդ իրավիճակից փորձեցին ինչ-որ կոմպրոմիսներ գտնել թուրքերի հետ, թուրքերը պահանջում էին, որ Անդրկովկասը պաշտոնապես հայտարարի, որ ինքը անկախանում է խորհրդային Ռուսաստանից։ Ինչի էին դա պահանջում, որովհետև այդ պահանջը պետք էր, որպեսզի Թուրքիան, Օսմանյան կայսրությունը հայտարարեր, որ ինքը հետագա նվաճումները անում է ոչ թե խորհրդային Ռուսաստանի դեմ, որտեղ խորհրդային Ռուսաստանի դեմ նվաճումը դա մի բան է, մեկ այլ բան է փոքր ժողովուրդների դեմ, որպեսզի անկախացումից հետո ինքը կարողանա հեշտությամբ կլանի, այսինքն ինքը լեգիտիմացնի իր հետագա գրավումը։ Հասկանալի պատճառներով այդ դրա դեմ էին սկզբնական փուլում հայերն ու վրացիները, ադրբեջանցիները կողմ էին, բայց վրացիները փոխեցին իրենց դիրքորոշումը այն ժամանակ, երբ որ ստացան երաշխիք գերմանական կողմից, որ գերմանացիները իրենց անկախության հռչակագրով իրենց կպաշտպանեն։ Եվ այդպես է ստացվեց։ Իրենք տեսնելով, որ արդեն փլվում է ամբողջ ճակատը, տեսնելով, որ այլընտրանք չկա արդեն թուրքական նվաճման, իրենք մտան սեպարատ պայմանագրի, որ Վրաստանի մի մասը ուղղակի գոնե մտցնեն գերմանացիների տակ, գերմանացիները հայտարարեցին, որ դուք համաձայնվեք թուրքական պահանջին անկախություն հռչակեք, որպեսզի մենք կարողանանք մեր զորքը մտցնենք այն վրացական տարածքը, որտեղ Թուրքիան արդեն չի մտնի։ Այդ երաշխիքը ստացան։ Հայերը այդպիսի երաշխիքներ չունեին։ Դա համար հայերը մինչև վերջ կարճում էին եւ դեմ էին այդ անկախացմանը։ Բայց քանի որ հայերը ըստ էության ոչ երաշխիք ունեին, ոչ արդեն գործընկեր ունեին, ոչ բան չունեին, ըստ էության այդ անկախությունը մեզ պարտադրվեց։ Եվ այն միֆը, որ հետո էս խորհրդային միության փլուզումից հետո որ դաշնակցությունը դեմ էր անկախությանը, բան, այդ միֆը դա գիտության, անգլիագիտության արդյունքում էր այդ միֆը կայացած։
որտեղ դաշնակցության միակ տարբերակը կարճել մինչև վերջ, որպեսզի մենք կարողանանք չլեգիտիմացնում ենք մեր ոչնչացումը, դա միակ ճիշտ ճանապարհն է, բայց նույնիսկ այդ բարակայում չստացվեց այդ process-ը։ Այսինքն, այստեղ ես ուզում եմ ճիշտ հասկանանք, որ ոչ թե դաշնակցությունը կամ հայ ժողովուրդը մերժում էր պետականությունը, բոլորս էլ հասկանում ենք, որ մենք մեր երազանքն էր պետականություն ստեղծել, բայց այդ երազանքի պետականության ստեղծման ձևական մասը պարտադրված էր Թուրքիայի կողմից, որպեսզի դրանից հետո ինքը ավելի լեգիտիմ մակարդակով ոչնչացնի հայ ժողովրդին։ Սա էլ գլխավոր խնդիրը։ Վրացիները ստացել էին երաշխիք գերմանացիներից, գերմանացիները արդեն պայմանավորվել են իրենց զորքը պետք մտնի Վրաստան, դրա համար իրենք կողմ եղան։ Արդյունքում վրացական եւ ադրբեջանական կողմը արդեն համաձայնվեցին անկախությանը, հայկական կողմը չնայած դեմ էր, բայց քանի որ պարտադրվեց, ըստ էության հայերը հասկացան, որ բարի զգունի իմաստով մենակ են մնացել, մեզ մնացել էր մենակ մի բան՝ պայքարել։ Ուրիշ տարբերակ չկար, քանի որ մենք արդեն մայիսի 15-ին կորցրել էինք արդեն Ալեքսանդրոպոլը, այսինքն չկար արդեն Ալեքսանդրոպոլը, մնացել էր մի հատ այնպես մի տարածք էր, անորոշ մի տարածք էր մնացել, որտեղ պարզ չէր թե ինչ է լինելու, որտեղ արդեն բոլորը գրեթե համարում էին, որ Հայաստանի հայկական հարցը վերջնականապես լուծվելու է։ Այստեղ իսկապես ի շնորհիվ Դաշնակցության եւ Արամ Մանուկյանի կարողացան մի բռունցք սարքել այս Երևանի շուրջ տարածքը, բռունցք, որպեսզի կարողանանք դիմադրենք թուրքական կողմին, որպեսզի կարողանանք ինչ-որ մի կտորի վրա կարողանանք ձևավորենք պետականություն։ Շատ կարևոր է ինչ-որ մի կտորը, որպեսզի հետագայում այդ կտորը կարողանանք մեծացնենք։ Եվ այստեղ ես կուզեի, որ ցավոք սրտի մեր պատմագրությունը եւ ընդհանրապես մեր այսօրվա լայն դաշտը տեղեկացված չէ, թե ով ինչ դեր է կատարել, հա։ Եթե օրինակ համեմատում ենք երկրորդ համաշխարհային պատերազմում, օրինակ սովետական միության բանակի, չէ, բոլորը գիտեն, որ Ստալինը գլխավոր դերն էր կատարում, որ բայց ասենք գլխավոր շտաբի պետը Ժուկովն էր կամ առաջնային գծում Ժուկովի դերն էր Ռակովսկի, Բաղրամյան եւ այլն, հայկական, այսպես ասած, ճակատի այդ բանի Սարդարապետի հետ կապված ոչ մեկի մոտ պարզ չի թե թափես ով ինչ դեր է կատարել։ Այսինքն բոլորը այնպես մի պատմություններ են հնարել, որ ամենը ինչ որ մի, չգիտեմ, միասնական պատկերացում թե ընդհանրապես ով ինչ դեր է կատարել, ցավոք սրտի չկա եւ մեր հասարակության, մեր քաղաքական վերնախավի 90%-ն էլ պատկերում։ Գիտեմ, որ Սարդարապետում ինչ որ հաղթանակ են տարել, բայց ինչ որ, չգիտեմ, խմբապետներ կամ չգիտեմ ինչ, մեկը ասում է սենց, իրականում ինչա կատարվել։ Կատարվել է հետեւյալը, այստեղ առանցքային յուրօրինակ հայկական Ստալինի ֆունկցիան կատարել է Արամ Մանուկյանը։ Արամ Մանուկյանը չլներ, մենք Սարդարապետում չէինք կարող հաղթանակ տանենք։ Ինքը կարացավ այդ բռունցքը սարքի, բայց Արամ Մանուկյանը պատերազմի գործողությունների մեջ չի մասնակցել, ասեմ դες իմանաք, պատերազմը ուներ 3 ճակատ, 3 ուղղություն։ Երևանյան ուղղություն, Սարդարապետ ուղղություն, երկրորդ ուղղությունը դա Բաշապարանն էր, երրորդը Ղարաքիլիսան էր։ Ուրեմն այս 3 ուղղություններում գլխավորը Երևանյան ուղղությունն էր։ Գլխավոր Երևանյան ուղղությամբ յուրօրինակ հայկական Ժուկովի դեր կատարեց ցարական գեներալ Սիլիկովը, Մովսես Սիլիկովը կամ Սիլիկյանը եւ իր տեղակալ գնդապետ Փիրումյանը։ Սա Դանիել Բեկ Փիրումյանը, այս Սիլիկյանն էր, որ կոորդինացված կազմակերպեց այդ պաշտպանությունը եւ իր տաղանդի շնորհիվ էր, որ մենք կարողացանք հաջողություն հասնել։ Սիլիկյանի դերն ու դերակատարությունը ցավոք սրտի մեր հանրային գիտակցության մեջ շատ ցածր է, չգիտեմ ինչ պատճառով, միգուցե ինքը ազգության պուդի է եղել դրա պատճառով, դա եթե դա այդպես է, դա մեր տեխնիկական արդյունքն է դա։ Եթե չգիտեմ անգլիական արդյունքն է, չեմ կարող ասեմ դրա պատճառը որն է, բայց Սիլիկյանի հերոսական, տաղանդավոր դերակատարումը ցավոք սրտի չի գնահատվել եւ իր անունը շատերը չգիտեն։ Սա է բանը։ Երկրորդ ուղղությունը Բաշապարանում գեներալ Դրոն էր, որ փայլուն կազմակերպեց եւ ընդհանրապես գեներալ Դրոյի նույնպես իր արժեքը շատերը չեն գնահատում, չեն հասկանում, դա այն եզակի ղեկավարներից էր, որը պրակտիկորեն ոչ միտեղ չի պարտություն չի անցնել։ Եվ վերջապես այդ երկու ճակատներում էլ մենք մեծ փայլուն հաջողություն արձանագրեցինք, ընդ որում չունենալով այսպես ասած զորքերի առավելություն եւ այլն, Օսմանյան ուժերը ավելի լավ էին կազմակերպված, քանակությամբ մի քիչ ավելի շատ էին նույնիսկ, բայց մենք կարողացանք դիմադրելով կարողացանք եւ վերջապես Ղարաքիլիսայի ուղղությամբ մենք հայտարարակ պարտություն կրեցինք։ Ես կարող եմ ասեմ ինչու, սա էլ ցավոք մեր պատմությունը չի արձանագրում, որովհետեւ այնտեղի ղեկավարը գեներալ Նազարբեկովն էր, այն Նազարբեկովն էր, որը հանձնեց Ղարսը եւ որի հանդեպ չկար վստահություն բանակի կողմից, եւ ես կարծում եմ, որ իրեն նշանակել այդ ուղղությամբ ստրատեգիական սխալներից էր,
ենթադրում եմ, որ ինչ-ինչ հաշվարկների արդյունքում էր իրեն նշանակել, բայց որը բերեց նրան, որ մենք այնտեղ խոշոր պարտություն կրեցինք, իսկ Հարաքիլիսան դա դեպի Թիֆլիս ճանող ճանապարհն էր, մեր այսպես ասած ուղին էր, որը ստրատեգիական նշանակություն ուներ, եւ այստեղ մեր պարտությունը շատ ծանր կներ, եթե վրացական կողմը Չոլոկի հետի մոտ հանգարտ չկարողանային կանգնեցնեին Թուրքիային, այսինքն այստեղ նաև պետք է մենք արձանագրենք, որ վրացական կողմը յուրօրինակ այնտեղ կոմպենսացեց իր հաղթանակով, դրա համար էլ Ղարախիլիսայի մեր պարտությունը մեծ արձագանք չստացավ։ Անուղղակիորեն թեև վրացիներն ու հայերը զուգահեռ էին գործում, բայց անուղղակիորեն երկուսն էլ շահավետ էին, որ երկուսն էլ հաղթեին, որովհետև մեկի պարտությունը անխուսափելի կլիներ մյուսի պարտությունը, սա միանշանակ եմ ասում, թեև նույնպես եմ կրկնում, հայկական պատմագրության մեջ նշված է, որ վրացիները մեզ դավաճանեցին այդ անկախության ճանաչման իմաստով, որի մեջ ճշմարտության մաս կա, այն իմաստով, որ վրացիները տեսնելով, որ իրանք էլ են պարտվում, իրանք փորձին սեպարատ փրկվել, ասես ձևակերպեմ, բայց ռազմավարական իմաստով ոչ մեկին էլ շահավետ չէր մյուսը պարտվել, երկուսն էլ փորձում էին կոորդինացված ինչ-որ ձևի դիմադրություն կազմակերպել, պարզապես վրացիները ունեին հովանավոր դեպս Գերմանիայի, մենք այդ հովանավորը չունեինք եւ մնացել էինք միայնակ։ Եվ ըստ էության Սարդարապետի ճակատամարտի շնորհիվ մենք կարողացանք կանգնեցնել թուրքական առաջխաղացումը եւ հունիսի 4-ին կնքել Բաթումի պայմանագիրը, որի հիման վրա մեզ ճանաչեցին 12000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Ինչու 12000 քառակուսի կիլոմետր, դա էլ է շատ սիմվոլիկ, որպեսզի մենք հասկանանք, հենց 12000 քառակուսի կիլոմետրի վրա էր կանգնած հայկական զինվորը։ Այսինքն որտեղ որ կանգնած էր հայկական զինվորը, այնտեղ էլ արձանագրվեց մեր պետականության տարածքը։ Եվ միշտ հիշեք, բոլորը պետք է հիշեն, որտեղ կանգնած է հայ զինվորը, այնտեղ էլ սկսում է հայրենիք, այնտեղ էլ կարող են մեծ ճանաչող պետականություն։ Որտեղ մենք չունենք զինվոր, նույնիսկ եթե մենք երևակայության ունենանք, որ մենք դա հայրենիք ունենք, միայն միևնույնն է աշխարհի այդ հայրենիքը մեզ չի ճանաչելու։ Այսինքն սա մենք պետք է միշտ հիշենք, որ Բաթումի պայմանագիրը դա հետևանք էր Սարդարապետի հաղթանակի այն չափով, ինչքանով որ մենք կարողացանք այդ հաղթանակը նվաճել։ Այդ 12000-ը մենք նվաճելուց հետո, դրանից հետո արդեն, քանի որ կար առաջին համաշխարհային պատերազմ, մեծ բախում Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սովետական խորհրդային Ռուսաստանի, Գերմանիայի բան, դրա արդյունքում մեզ մի թեթև հանգիստ թողեցին, բայց ես ասեմ դες, որ մեկ ամիս անց, երբ որ թուրքերը տեսան, որ մի քիչ շանս ունեին մեր վրա անանելու, էլի առաջխաղացում արեցին եւ այդ 12000-ը փաստացի մենք վերահսկում ենք 7-8000 քառակուսի կիլոմետր տարածք, իրականում Թուրքիան եթե շանս ունենար, ամբողջը կկարար գրավել, պարզապես իր ուժերը այնքան էին տարածված տարբեր ֆրոնտերում, բայց հնարավորությունը չունեին։ Այսինքն ստացել էր այնպես, որ եթե մենք Սարդարապետում այս հաղթանակը չունենայինք եւ Բաթումի պայմանագրին չհամաձայնվեինք, մենք կլինեինք այն ազգը, ոնց որ այսօր կարող ունենք ասորիները։ Այս է իրականությունը։ Այսինքն մենք Սարդարապետում եւ դա միջազգային պատմագրությունն է հաստատում արդեն բոլորը, ըստ էության Զուրաբ Ավալովը վրացի պատմաբանն է դա շատ ֆանտաստիկ մանրակրկիտ վերլուծում, ասում, որ ըստ էության, եթե Սարդարապետում հայ ժողովուրդը գոյության խնդիր էր լուծում, ապա Վրաստանը փորձում էր լուծել իր տարածքների խնդիրը, որը ինքը կարողացավ մասամբ լուծել եւ հենց դրա պատճառով էր, որ մայիսի 26-ին Վրաստանը հենց անկախություն հռչակեց, հենց այդ նույն օրը գերմանական բանակը մտավ Գերմանիա եւ պահպանեց այն տարածքը, որտեղ որ գերմանական բանակը մտավ Վրաստան եւ տարը պահպանեց այն տարածքը, որտեղ ինքը ըստ էության արդեն ընդունում էր որպես պետություն։ Ցավոք սրտի նույնպես եմ կրկնում, հայկական տարածքի մեջ ոչ ռուսական բանակը կարողացավ մտալ մեզ պաշտպանելու, ոչ բրիտանական բանակը, ոչ էլ գերմանական բանակը կարողացավ հասնել։ Մենք միայնակ ենք մնացել։ Այս է խնդիրը։ Եվ այդ падգամը պետք է մենք հիշենք մեր մյուս այսօրվա մեր բանը, որ մենք միշտ լինելու ենք այդ իմաստով միայնակ պետք է հիշենք, որ ի տարբերություն վրացիների, տարբերություն ադրբեջանցիների բաների, մենք այդպիսի վիճակի մեջ միշտ կարող ենք լինել։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ցանկացած պայմանագիր, խաղաղության պայմանագիր թուղթ, ինքը կմնա կներեք զուգան թուղթ, եթե դրա հետևը չլինի բալանս, ուժերի բալանս։ Եթե այդ ուժերի բալանսը չլինի, ցանկացած թուղթ, լինի դա Ադրբեջանը, լինի դա Թուրքիա, դա թուղթ է մնալու։ Այդ թուղթը Թուրքիան ապացուցեց, որ իր համար այդ թուղթը ուղղակի 5 րոպեում կարող է փոխել, այսինքն հաջորդ օր, տեսեք, մարտի 3-ին կնքվեց 18 թվականի Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, մարտի 3-ից անցավ ընդամենը 2 ամիս, ինքը արդեն Ալեքսանդրոպոլը գրավել էր եւ պատրաստվել գրավել Երևանը։ Սա է ամենակարևոր խնդիրը։ Մենք կունենանք բալանս, ուժերի բալանս, կունենանք իրական թուղթ, որը կապահովում մեր խաղաղություն։ Չենք ունենա այդ բալանսը։
Այդ թուղթը կլինի խաբեություն մեր ժողովրդի համար, որի արդյունքում մենք նորից էլի կորուստներ կունենանք, անընդհատ թղթերի հետևից կվազենք, որի վերջում մենք արդեն Երևանի թուղթներ կարողա չունենանք։ Այն ամենակարևոր խնդիրն է։ Իսկ որպեսզի մենք այդ իրավիճակի մեջ չլինենք, մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ մենք կարող ենք հարաբերվել, Ադրբեջանի հետ հարաբերվել, եթե մենք կարողանանք այդ բալանսը վերականգնենք, քանի մենք այսօր չունենք այդ ուժը, մենք ուրեմն պետք է կարողանանք դաշնակիցներով այդ բալանսը վերականգնենք։ Օրինակ, եթե այսօր Իրանի հստակ դիրքորոշումը չներ, մենք կորցրած կլինենք արդեն Զանգեզուրի միջանցքը։ Եթե այնուամենայնիվ ինչքան էլ որ հարաբերությունները վատ են, հայ-ռուսական հարաբերությունները որոշակի ինչ-որ մակարդակի չնեին, իմացեք, որ այսօրվա Հայաստանը չէ լինի պարզապես։ Այսինքն այս պարզ ճշմարտությունը մենք պետք է հասկանանք։ Նեղանալը, նեղացկոտությունը դա մարդկային հարաբերություններից միգուցե հասկանալի է, պետական մակարդակով դա կներեք անմեղսունակություն է, ընդհանրապես նեղացկոտությունը մտցնել մեծ քաղաքականության մեջ, որովհետև դրա արդյունքում մենք կարող ենք մեծ կորուստներ ունենալ։ Հիշենք այս դասերը եւ այդ դասերից ճիշտ հետեւություն անենք։ Եվ օրինակ տեսեք, օրինակ, երբ որ մենք կարողացանք այդ պետությունը ստեղծենք, Մուդրոսյան պայմանագրից հետո արդեն նույն տարի, այդ 18 թվականի սեպտեմբերի 30-ից հետո արդեն մեր տարածքը արդեն հասավ մինչև 60,000 քառակուսի կիլոմետրի։ Ինչու՞, որտեղ Թուրքիան կործանվեց, Բրիտանիան հաղթել էր արդեն եւ ինքը օգնեց մեզ, այսինքն մենք պետք է ունենանք պետություն, պետական գիտակցություն, պետական մտածողություն, հասկանանք, որ մենք պետք է մեր պետական մտածողությամբ այս պահին կամ այն պահին դաշնակիցներ ունենանք, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվենք։ Սա, եթե դու հրաժարվում ես դաշնակցից ու ասում ես, ես պետք է մենակ գնամ այս անետ պայմանագիր կնքեմ, մոտավորապես նման բանի, որ նապաստակ ուզում է կնքի պայմանագիր Այրոցի հետ։ Այրոցի համար նապաստակը կերակուր է, մաքսիմում։ Ինքը կարող է մտածել թե երբ ուտես, առավոտյան թե երեկոյան։ Ինքը այրոցամը նույնիսկ վիրավորական է, որ ինքը նապաստակի այդ պայմանագիր կնքի, բայց այդ նապաստակ ասում է, ես ունեմ մի հատ գործընկեր, իդեմս վագրի, բայց որը ուզում եմ, բայց ես չեմ ուզում քո հետ հավերժ պատերազմ մեջ մտնեմ, արի իմ հետ ընդունի, որ ես էլ պետքա գոյություն ունեմ ապրելու։ Այդ ժամանակ արդեն այդ այրոց կմտածի, իսկապես վագրի հետ արժի հակամարտության մտնել հանուն նապաստակի, թե ոչ։ Դրա համար կոպիտ ասած փոքր ժողովուրդները պետքա կարողանան այդ բալանսը ապահովել։ Դա վիրավորական չի, որտեղ փոքր ժողովուրդը օբյեկտիվորեն չի կարող մեծ ժողովրդին բանանի։ Ցավոք սրտի մենք էլ մեր տարածաշրջանը Շվեյցարիայի կամ Ֆրանսիայի կողքը չենք, որ մեզ համարենք, որ չգիտեմ, ադրբեջանցիները շվեյցարացի են, եվրոպացիները, թուրքերն իտալացի են։ Այս ցավոք սրտի սա է խնդիրը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեր հարևանների տրամաբանությունը ինչքան էլ որ մենք ուզում ենք խաղաղությամբ ապրենք իրանց հետ, դա չի նշանակում իրանք էլ մեր հետ համաձայն են խաղաղության ապրել։ Իրանք կհամաձայնվեն մեր հետ խաղաղությամբ ապրել այն ժամանակ, երբ որ ունենան երաշխիք, տեսնեն, որ չեն կարող մեզ ոչնչացնել։ Սա ամենակարևոր խնդիրն է։